Բարև ձեզ հայեր ջան, այսօր ես կպատմեմ Հայաստանը 6-րդ դարում եւ 7-րդ դարի սկզբին թե ինչ է կատարվել այդ ժամանակահատվածում եւ կցանկանայի ասել բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, լայքեր, մեկնաբանություն, խելացի մեկնաբանություններ թողեք եւ մաղթում եմ հետաքրքիր դիտում։ Մեզ հայտնի է, որ 391 թվականի Հայաստանի հռոմեական մասում ցանկություն ուներ վերացրեց ավելի ճիշտ հայկական թագավորությունը, սակայն հայ իշխանությունը շարունակում էին պայմանավորորեն ինքնիշխանություն ունենալ եւ ունեին նաեւ սեփական զինուժը, դրանով էլ ապահովում են հայկական գավառների ներքին ինքնակառավարումը։ 451 թվականին Փոքր Ասիայի Քաղկեդոն քաղաքում գումարվեց քրիստոնեական տիեզերական ժողով։ Քրիստոնեական եկեղեցին, ինչպես արդեն հիշատակվել է, բաժանվեց երկու մասի՝ միաբանների եւ երկբանների դավանության։ Ի հակառակ Բյուզանդիայի հայրերը մնացին նախնական մեր հավատքին եւ նրանք ընտրեցին միաբանականների դավանանքը եւ այդ ամենը հաստատվեց 506 եւ 554 թվականների Դրվինի ժողովով։ Դրա հետևանքով Բյուզանդիայի հայերի նկատմամբ սկսեց առավել դավանական խտրականության քաղաքականությունը։ Հայաստանի բյուզանդական մասում հայերի ներքին ինքնավարությունը վերացնելու էին ուղղված Հյուստինիանոս առաջին կայսրի 527-565 թվականների հատուկ հրովարտակը։ 529 թվականին ընդունված օրենքով հայ իշխանները զրկվեցին սեփական զորք ունենալու ժառանգական իրավունքից, ինչի չափազանց թուլացրեց հայոց դիրքերը։ Հայկական հողերը միավորվեցին մեկ ռազմական շրջանի մեջ, որը պետք է ղեկավարվեր բյուզանդական ստրատեգոսը։ 536 թվականին հայկական հողերը բաժանվեցին 4 նահանգների՝ առաջին հայք, երկրորդ հայք, երրորդ հայք եւ չորրորդ հայք։ Նույն թվականին ընդունվեց մի օրենք, որով ուղղված էր տրոհելու հայ իշխանների տիրույթները, ոչնչացնելու նրանց հզորությունը։ Եթե մինչև այդ իշխանի տիրույթները առանց տրոհման հորից ժառանգում էր ավագ որդին, Հյուստինիանոսի օրոք նոր կարգ հաստատվեց, որի համաձայն հավասար իրավունքներ հոր տիրույթից պետք է կալվածքներ ստանային ոչ միայն իշխանի կրտսեր որդիները, այլև դստրերը։ Այս փոփոխությունները առաջ բերեցին հայերի ընդվզումը։ 539 թվականին առաջին հայքում հզոր ապստամբություն առաջնորդ դարձավ Հովհաննես Արշակունին, որը քանիցս ջարդ տվեց բյուզանդական զորքերին։ Բյուզանդացիներին հաջողվեց նրան խաբեությամբ ձերբակալել բանակցությունների ժամանակ, այնուհետև ապստամբները դիմեցին Սասանյան Պարսկաստանի օգնությանը, որի հետևանքով սկսվեց Պարսկական-բյուզանդական հերթական պատերազմը։ Այն ավարտվեց 562 թվականին հաշտության 50-ամյա պայմանագրով։ Սահմանային փոփոխություններ տեղի չունեցան։ 548 թվականին Հովհաննես Արշակունու որդի Արտավանը, որը բյուզանդական արքունիքում դարձել էր բացառիկ հեղինակություն վայելող զորավար, եւ նրա ազգական Արշակ Արշակունին մահափորձ կատարեց Հյուստինիանոս առաջինի դեմ, սակայն այն ձախողվեց։ Դրությունը չփոխվեց, դեռ ավելի վատացավ 6-րդ դարի վերջին, երբ Բյուզանդիայի Մորիկ կամ Մովրիկիանոս կայսրը 582-ից 600 թվականներին սկսեց վարել հայկական զինուժը Հայաստանից դուրս հանելու եւ այլ երկրներում ոչնչացնելու քաղաքականությունը։ Սեբիոս 7-րդ դարում վկայությամբ Մորիկ նամակով հորդորում էր պարսից խոսող երկրորդ արքային, որ նա էլ իր տիրույթի տակ գտնվող հայերի ռազմական ուժերը ոչնչացնի նույն կերպ։ Բյուզանդիայի այդ քաղաքականության դեմ ընդվզվեց որոշ հայ նախարարներ, որոնցից հայտնի է Սմբատ Բագրատունի ըմբոստությունը։ Սեբիոս հաղորդման համաձայն ձերբակալվեց եւ Կոնստանդնուպոլից տարվելուց հետո հայ իշխանը կրկեսում հրապարակայնորեն սպանեց Արչ
ցուլ եւ առյուծ, որից հետո նրան ներում շնորհեցին, սակայն աքսորեցին Աֆրիկա։ Պարսկաստանի եւ Բյուզանդիայի այս քաղաքականությունը հանգեցրեց հայերի նոր ապստամբության, որը բռնկվեց 595 թվականին։ Մի խումբ հայ իշխաններ նախատեսել էին հյուսիսաբնակ հոների դաշնակցության օգնությամբ վերականգնել Հայաստանի պետականությունը, անկախությունը եւ Պարսկաստանի եւ Բյուզանդիայի տիրույթներում։ Դժբախտաբար ապստամբությունը ճնշվեց։ Օտար նվաճողների դեմ պայքարը շարունակվեց նաեւ հետագա տարիներին։ Պարսկական մասում նշանակվեց հայ մարզպան Վարդ Մամիկոնյանը Վահան Մամիկոնյանից հետո։ Մժեղ նաև նշանակվեցին Մժեժ Գնունին, որոնց իշխանություն տարիներին մարզպանական Հայաստանը վայելում էր լիակատար ներքին ինքնավարություն, սակայն հետագայում, հատկապես երբ ամրապնդեց պարսիկ արքախոսով առաջին Անուշիրվանի 531-575 թվականների իշխանությունը, նորից ծանրացվեց հարկերը, կրկին դրվեց կրոնափոփոխության պահանջը, սակայն սկսեցին ոտնահարել հայ նախարարների իրավունքը։ Այդ քաղաքականությունը իրականացնելու հանձնարարությամբ 564 թվականին Հայաստան եկավ պարսիկ մարզպան Սուրենը։ Նոր բռնաճնշումներ պատճառ դարձրին նոր ապստամբություններ։ 571 թվականին հայերը ոտքի կանգնեցին կրսեր Վարդ Մամիկոնյանի թոռան գլխավորությամբ եւ կաթողիկոս Հովհաննես II Գամբեղենացու գլխավորությամբ։ Ապստամբությունը միացան նաեւ վիրահայերը ու աղվանահայերը։ Սուրեն մարզպանը շտապեց Տիզբոնից օգնական զորքեր բերելու, որոնք չօգնեցին նրան։ 572 թվականին հայերը Դվինում պարտության մատնեցին պարսիկներին, սպանվեց նաեւ մարզպանը։ Ապստամբության հաջող սկիզբը տեսնելով, չնայած 562 թվականին կնքված 50-ամյա խաղաղության պայմանագիրը, միջամտեց Բյուզանդիայում սկսված պարսկա-բյուզանդական 20-ամյա պատերազմը։ 590 թվականին պարսից արքա Որմիզդ IV-ի դավադրության սպանությունից հետո Պարսկաստանում ապստամբություն սկսվեց Վարամ Չուբինի գլխավորությամբ եւ թագաժառանգ Խոսրովը օգնություն խնդրեց Մորի կայսրից, վերջինիս օգնություն տրամադրեց։ Եվ 591 թվականին Վարամ Չուբինի ապստամբությունը ճնշումից հետո ավարտվեց նաև պարսկա-բյուզանդական այս պատերազմը։ Ի հատուցում Մուրի աջակցության Խոսրով II-ը մի շարք տարածքներ զիջեց Բյուզանդիային։ 591 թվականին տեղի ունեցավ Հայաստանի երկրորդ բաժանում, ինչի արդյունքում Հայաստանի մեծ մասը անցավ Բյուզանդիային, փոքր մասը Պարսկաստանին։ Բաժանման նոր սահմանագիծը անցնում էր Ազատ գետով, Կոգովի գավառով, Մակու քաղաքով եւ Անա լճով։ Բյուզանդական մասում հայությունը հնարավորինս հեշտ ձուլելու հեռանկարով ստեղծվեց հակաթոռ կաթողիկոսություն երկբանական դավանանքով։ Հայաստանը մնում էր պարսկա-բյուզանդական հակամարտության ոլորտում նաև 7-րդ դարի սկզբին։ Երկու տերությունն էլ ձգտում էին իրենց շահերին ենթարկել հայկական գործոնը։ Բյուզանդիան փորձում էր անել երկբանականության քաղաքականության շնորհիվ, ապա պարսիկ արքունիքները դա սկսել էին անել հայերին սիրաշահելու քաղաքականությամբ։ Հայտնի է 614 թվականին Երուսաղեմը տիրելուց հետո պարսից Խոսրով II փարվեց արքան Տիզբոնում հրավիրեց իր տիրապետության տակ գտնվող բոլոր երկրների քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչների համաժողով 615 կամ 616 թվականներին, որը ճշմարիտ դավանանք հռչակեց հայոց եկեղեցու ընդունած միաբանականությունը։ Պարսկա-բյուզանդական հակամարտությունը շարունակվեց նաև 7-րդ դարի առաջին տասնամյակների դարեր շարունակ երկու ախոյաններ ընկերությունները բավականին թուլացրել էին մեկու, ինչը նպաստեց այդ ժամանակ առաջավոր Ասիայում հայտնված նոր ուժի արաբական խալիֆայության գլխապտույտ հաջողություններին։ Եվ Եվս մեկ անգամ շնորհակալություն ձեզ դիտելու համար, նաև ասեմ, որ հայերը
ամեն անգամ ապստամբություն անելուց կարողանում էին հաղթել ճակատամարտում, բայց վերջնական արդյունքի չէին կարողանում հասնել ճիշտ քաղաքականության, ճիշտ դիվանագիտության շնորհիվ եւ այդ ամենը այժմ էլ երևում է։ Եվ շնորհակալություն դիտելու համար մի շնորհ հետաքրքիր պատմություններ հայ ազգի մասին։